Տեսեք, երազ, երազանք, նպատակ, իրականություն։ Հա? Տեսեք, 4 բառի ես ասեցի։ Երազ, երազանք, նպատակ եւ իրականություն։ Երազն ու երազանքը ուրիշ բովանդակություն, ուրիշ ուղղվածությունն են, նպատակն ու իրականությունը լրիվ ուրիշ։ Երազը ամեն օր մարդը տեսնում, երազները տեսնում։ Այդ երազները անիրական աշխարհի իրադարձություններ են։ Ինչքան էլ իրականության հետ առնչություն ունենան, ինչքան էլ մարդը իր կյանքից երազներ տեսնի, իրանք անիրական են այդ երազները, ցնորքա դա, մտքի երևակայական պատկերա դա, մենք չպետք է երազներին վաշխառություն դարձնենք, հա? Որտեվ երբ որ դու երազներով ես առաջնորդվում, ուրեմն դու իրականությունից կտրվում ես, մտնում ես անիրական իրականություն, երազների իր անիրական իրականություն, եւ ոչ միայն դու պետք է երազներին չհավատաս, այլ նաև անիրական երազանքներ չպետք է ունենաս։ Մարդիկ երազանք ունեն։ Չէ, քրիստոնյան ոչ մի երազանք էլ չունի։ Քրիստոս ասում է, չեք երազում երկնքի արքայություն։ Մի երազեք։ Ձեր մեջ է երկնքի արքայությունը։ Մեր վերջնական հավիտենական նպատակն ի՞նչ է։ Երկնքի արքայությունը։ Քրիստոս ասում է դրսում հերու մի փտրեք, ձեր մեջ փտրեք։ Այսինքն մեր նպատակը մեր մեջ է, իրականը այս պահին է, հենց հիմա է։ Մենք փնտրում ենք ու գտնում ենք, բախում ենք ու բացվում է։ Մեր մեջ է այդ իրականությունը, հասկանում ես, բայց քանի որ մենք չենք գտնում երկնքի արքայությունը, mēs ոչ միշտ ենք գտնում ավելի ճիշտ։ Այդ ժամանակ մենք շփոթվում ենք երազների, երազանքների մեջ, իրական մեր նպատակը կորցրել ենք երկնքի արքայությունը մեր հոգում, մեր սրտում, եւ դրա համար էլ ով է երազների հետևանք գնում, ով երազանքներ ունի, հա? Ով իրականությունից կտրված, ով իր նպատակին չի հասել, հա? Ով հոգու խաղաղություն չունի, ազդվում է երազներից, հա? Իսկ ով հստակ է իր հոգին, իր միտքը, իր սիրտը կյանքով Քրիստոսով ապրում է, երազների հետև չի գնում։ Դա անիրական աշխարհ է, մեզ պետք չի։ Մեր նպատակը իրական է եւ կոնկրետ է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երկնքի արքայությունը երկու տեսակ ալնում, ներսում ու դրսում։ Այսինքն մեր հոգու մեջ եւ երկնքի արքայության մեջ։ Մեր երկնքի արքայությունը մենք միշտ պետք է ապրենք։ Մենք պետք է զգանք, շնչենք, ապրենք երկնքի արքայությունը։ Եվ եթե այստեղ ապրում ես, ուրեմն կմտնես երկնքի արքայություն։ Էլ երազներին դու ծիծաղում ես, ժամանակ չունես, պարապ մարդ չես, երազների հետև ընկնես։ Բայց երբ որ դու չես գտել քո խաղաղությունը, դու ուժեղ վախենում ես երազներից, կամ ազդվում ես, կամ կարճում ես երազներին։ Օրինակ, շատ որդեգրուս մեր մայրեր շատ են այդ երազներից կախվածության մեջ ընկնում։ Բա այսօր երեխես չեկավ, այսօր ինչքան ժամանակ, այսօր ուրախ էր։ Ինչքան ժամանակա չի գալիս երեխես երազով։ Այսինքն ինչ է կատարվում։ Իրա հոգու նուրբ թելերի հետ ինչ որ մեկը երազների միջոցով խաղում է։ Եվ երբեմն այնքան է խաղում, որ մարդուն խախտվում են։ Պետք չի։ Երազների հետև ընկնել դա հոգեկան աշխարհը խանգարել է նշանակում։ Պետք չի մեզ հոգեկան աշխարհին չի խանգարենք մենք, առանց այդ էլ մեր հոգսերը շատ։ Ամեն։